Պարոն Խուդասյան, ես խնդրում եմ, որ ձեր ձեռքը դնեք ձեր խղճին ու անկեղծորեն ասեք։ Վարչապետ Փաշինյանը իր տիկնոջ հետ 2018-ից հետո մի քանի անգամ հանդիպումներ են ունեցել Մայրաթոռում կաթողիկոսի հետ, կհիշեք են հայտնի լուսանկարն էլ Աննա Հակոբյանի մի թևանի, այսպես կարմիր զգեստը, որը քննարկվեց բուռն վարչապետի խոնարհաբար հանդիպումները կաթողիկոսի հետ։ Հիմա ինչ պատահեց հանկարծ, որ միանգամից որոշեցին պարզել կաթողիկոսի իր տեղում չէ, կուսակրոն չէ, զավակ ունի թե չունի։ Ձեզ այդ հարցը իսկապես անկեղծ եմ ուզում պատասխանեք, էլի ոչ քաղաքական կոնյունկտուրայից ելնելով։ Ընդհանրաբար զավակ ունենալու ինֆորմացիան կամ դրա կասկածները եղել են դրանից հետո, ես դրան նախորդած իրավիճակի մասով պիտի ասեմ, որ ես մեկնաբանելու բան չունեմ, եղել են նորմալ հարաբերություններ այն ժամանակ, քանի դեռ եկեղեցին չի զբաղվել քաղաքականությամբ։ Դրանից հետո եկեղեցու որոշ հոգևորականներ զբաղվել են քաղաքականությամբ եւ մենք այդ որոշ հոգևորականների մասով որպես քաղաքական մրցակիցներ մեզ տվել են գնահատական։ Եկեղեցու մասով եկեղեցու դեմ իշխանությունը արշավ չունի, այդպիսի արշավ չի պլանավորվում։ Ես գլուխ եմ խոնարհում եկեղեցու այն հոգևորականների առաջ, որոնց թիվը եկեղեցում շատ ավելի մեծ է, լինեն այդ հոգևորականների պաշտոնե կուսակրոն թե ոչ, կամ բազմաթիվ հոգևորականներ, որոնք իրենց հոտին կարողանում են առաջնորդել եւ օրինակ են քրիստոնյաների համար։ Եվս մեկ անգամ մասնակցեց Նիկոլ Փաշինյանը, Ջեթ Փաշինյանի հրաժարականը, ընդունել ձեր վարակը։ Ոչ, խոսքը ոչ։ Սրա մասին ընդհանրապես ոչ դուք իմ ասածը հիմա հայեցողական եք մեկնաբանում, ես ասում եմ, որ շատ մեծ է հավանականությունը, որ զավակ ունենալու մասով ենթադրյալ ինֆորմացիան հենց այն ժամանակ է, այո, հենց այն ժամանակ է հանրայնացվել, որի մասին իմացվել է, եւ իմ մոտ տպավորությունն է, որ դուք բոլորդ որպես քրիստոնյաներ շատ հաշտ եք եկեղեցու հիմնական կարգերից մեկի կուսակրոնության խախտման մասով, եւ ձեր մոտ դա բնական է եւ տրամաբանված է եւ բարոյական է եւ հիմա դուք այդ փաստը կարծես թե հաստատ եւ ուրեմն բնական եք համարում եւ դրան զուգահեռ ուզում եք այլ ինֆորմացիա, այլ մեկնաբանություն ստանալ։ Ես կարծում եմ, որ եթե այդպիսին է իրավիճակը, դա շատ վատ է, անկախ դրանից քաղաքական իշխանությունը հայտարարում է դրա մասին թե չէ, դա շատ վատ է եւ կարծում եմ, այո, այդ դեպքում պիտի համապատասխան ուրեմն վերաբերմունք լինի նաեւ քրիստոնյա ժողովրդի կողմից։ Առաջ որ Միրոնոժնիկի արարողության էր Փաշինյանը մասնակցում եւ թիմը իշխող եւս ողջ վերնախավով այդ ժամանակ այդ հարցը չկար, որ ուխտադրուժը հնարավոր է զավակ ունի, հիմա առաջացավ։ Այո, ենթադրում եմ չկար այդ ժամանակ։ Չեմ բացառում, որ նոր են պարզել։ Պարոն Խուդասյան, դուք օրինակ ոչ հանդիպում։ Թե դուք հաշտեք այդ մտքի հետ։ Իսկ դուք հաշտեք վարչապետի ընտրած բառապաշարի։ Իսկ դուք հաշտեք այդ մտքի հետ։ Վարչապետը իր բառապաշարի մասով մեկնաբանություն տվել է, ես ավելացնելու բան չունեմ։ Չէ, այդ մտքի հետ օրինակ դուք հաշտեք, որ կարող են բազմաթիվ բարձրաստիճան եպիսկոպոսներ, արքեպիսկոպոսներ, ովքեր իրենց կարգավիճակի բերումով պիտի կուսակրոն լինեին, կուսակրոն չեն եւ երեխա կամ երեխաներ ունեն։ Օրինակ դուք այդ իրավիճակի հետ Ես ուրախ եմ, որ մեր բոլորի օրակարգում կան հարցեր, որոնց մասին եւ ես եւ դուք նույն կարծիքի ենք։ Պարոն Խուդասյան, հիմա երբ որ քաղաքացին հաշտ չէ, որ եկեղեցում կա հոգևորական, որը խախտել է, հա, կուսակրոնության օգուտը, քաղաքացին հաշտ չէ նրա հետ, որ 21 թվականին գնացել է ընտրության, քվեարկել է ՔՊ-ի օգտին լրիվ այլ ծրագրի համար, բայց հիմա լրիվ այլ բան է տեսնում։ Այդ քաղաքացին ինչ անի։ Քաղաքացին քաղաքական process-ների մեջ այն քաղաքացիները, որոնք դժգոհ են, Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ եւ օրենքներով սահմանված միջոցներ ձեռնարկելու հնարավորություն ունեն։ Դրանից հետո ենթադրում եմ այդ քաղաքացի մի մասը, որոնք դժգոհ են կամ դժգոհություններ ունեն, որոշակի փողոցային process-ներում են ներգրավել, ինչին մենք նորմալ ենք վերաբերվում, եւ այն քաղաքացիները, որոնք դժգոհ են կամ դժգոհություններ ունեն, իրենց ձայնը բարձրաձայնելու հնարավորություն կունենան նաև 2026 թվականին։ Քաղաքական process-ների մասով քաղաքացիները իրենց ձայնը բարձրացնելու հնարավորություն են ունեցել առնվազն 2018 թվականին եւ դրանից հետո եւ կարծում եմ քաղաքացիները նույն հնարավորությունը պետք է ունենան, եթե հաշտ չեն
ուրեմն վեհարանում տեղ ունեցող process-ների հետ, ներառյալ կուսակրոնության ենթադրյալ խախտման մասով եւ խնդրում եմ քաղաքացուն չզրկել այդ հնարավորությունից եւ եթե կան այդպիսի քաղաքացիներ, որոնք դժգոհ են այդ քաղաքացիների ինչպես քաղաքական իշխանությունից, այնպես էլ հոգեվոր իշխանությունից դժգոհություն արտահայտելու իրավունք եւ հնարավորություն Դուք հաշտեք, պարոն Իգաթյան, դուք հաշտեք Արցախի հայաթափմանը, հաշտեք Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու հետ։ Հաշտեք այս երկու հարցերի հետ կապված։ Եվ եթե հաս չեք, արդյոք այդ իշխանությունը, որի օրոք մենք Արցախ ենք կորցրել, չպիտի նույն ձև ոնց որ վեհարանից են պահանջում հանել, չպիտի նույն ձև կառավարությունից հանվի։ Իշխանությանը հանելու միակ լեգիտիմ ուրեմն եղանակը 2026 թվականի ընտրություններն են դրանից նախորդող միակ լեգիտիմ հնարավորություն են եղել նաև 2021 թվականի ընտրությունները եւ 2021 թվականի ընտրություններին Հայաստանի քաղաքացիների ճնշող մեծամասնությունը իշխանությանը հնարավորություն է տվել շարունակելու պետական կառավարումը մինչեւ 2026 թվական 2026 թվականներին եկել է իշխանության համաժողովրդական մեծ ընդվզման թավշյա ոչ բռնի հեղափոխության արդյունքում եւ դրանից հետո արդեն հաջորդ ընտրություններին, որոնք եղել են 2018 թվականի դեկտեմբերին, մեծ ձայներ ստանալու արդյունքում, եթե դուք այդ լեգիտիմությունը հնչեցրիք, որ ուրեմն իշխանությունները լեգիտիմ չեն, ես պիտի պնդեմ, որ Հայաստանի իշխանությունները Հայաստանի երրորդ հանրապետության պատմության ամենալեգիտիմ իշխանություններն են, որովհետև այդ ընտրությունների արդյունքները նախ վարչապետի ուղիղ ընտրության ազգային ժողովում մասնակցել են նաև այդ ժամանակ իշխող, դրանից հետո արդեն ուրեմն ընդդիմադիր դարձող բազմաթիվ քաղաքական գործիչներ են քվեարկել վարչապետի օգտին եւ այդ հարցը առաջին հերթին հենց իրենց պիտի տրվի եւ երկրորդը դրանից հետո 2018 թվականի դեկտեմբերի ընտրությունների արդյունքները քաղաքական ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի եւ նաեւ չմասնակից քաղաքական ուժերից ոչ մեկի կողմից չի վիճարկվել, հետեւաբար այո, այդ պնդումի իմ տեղին է կառավարող մեծամասնությունը Հայաստանի Հանրապետությունում լեգիտիմության բարձրագույն մակարդակ ունեցող մեծամասնություն։ Համաձայն եք, որ Լևոն Տեր-Պետրոսյանը, ինչպես Նիկոլ Փաշինյանն է պնդում, որ Նիկոլ Փաշինյանը ընտրվում են ու չեն անում իրենց ծրագիր, այսինքն լրիվ ուրիշ հակառակ ուղղությամբ է գնում, Արցախի հարցը դնում է մի կողմ ինքնորոշման իրավունք։ Ձեր ասածը գնահատականներ են, իսկ ճշող մեծամասնության գնահատականը ճշող մեծամասնության գնահատակը դուք 2020 թվականին էլ 2020, հիմա ասեմ 2020-ն էլ այլ բան եք փաստներ կասնում, 2021-ի ընտրությունները այլ իրավիճակ ցույց տվեցին, հիմա այսօր այլ բան եք ներկայացնում, ես վստահ եմ, որ 2026 թվականի հունիսյան ընտրությունները այլ իրավիճակ են ցույց տալու։ Դուք համաձայն եք այն ավելի շատ մեծ մեղք, թե բառած քաղաքականության արդյունքում բազմաթիվ զավակների մահվան պատճառ։ Ես հենց այդ նույն հարցը, հենց այդ նույն բառապաշարով եւ հենց այդ ձեր կողմից հնչել է ընդամենը մի քանի օր առաջ այստեղից ոչ մեծ հեռավորության վրա էլի ազգային ժողովում, ես այդ նույն հարցին տվել եմ պատասխան եւ այդ պատասխանին ավելացնելու ոչինչ չկա։ Պարոն Խուզատյան, դուք Չեք ասել ներողություն։ Ձայնագրությունները կան, կարող եք նայել, վստահաբար կփոխանցեն ձեզ։